Ակարա Smart Door Lock D100 Zigbee մոդելը ակարայի ամենաֆունկցիոնալ և առաջադեմ ավտոմատ դրամ փականն է, մշակված բարձրակարգ դիզայնով և առավելագույն անվտանգությամբ։ Նախնական ստուգում։ Ստուգեք, արդյոք փաթեթավորումը ամբողջական է և անվնաս։ Մինչև տեղադրումը ստուգեք հետևյալ տարրերի աշխատանքը։ Բացման կոճակ։ Երեխաների անվտանգության անցումային փոխարկիչ Child Lock, բացման պտտվող բռնակ, բանալիների անցքի ծածկոց։ Տեղադրեք լիթիումային մարտկոցը հետևի վահանակում։ Միացրեք արտաքին և ներքին վահանակների ու փականի լարերը։ Ստուգեք։ Փականը, մատնահետքի սկաները, բացման կոճակն ու երեխաների անվտանգության անցումը աշխատում են։ Դրան զանգը արձագանքում է, արտակարգ բանալին և փականի գլանը աշխատում են։ Միացրեք արտաքին և ներքին վահանակների ու փականի լարերը։ Ստուգեք։ Փականը, մատնահետքի սկաները, բացման կոճակն ու երեխաների անվտանգության անցումը աշխատում են։ Դրան զանգը արձագանքում է, լրացուցիչ բանալին և փականի գլանը աշխատում են։ Հեռացրեք պտուտակները, փոխարինեք համապատասխան առաջնամասով և նորից ամրացրեք։ Փականի իրանի տեղադրում։ Տեղադրեք փականի իրանը դռան մեջ։ Վերջինիս լարը անցկացրեք դռան վերին անցքով դեպի ներսի կողմ։ Շրջանակի անկյունային անցքերում ամրացրեք 2 պտուտակ, հորիզոնական դիրքով, ապահովելով հստակ տեղադրում։ Գլանի տեղադրում։ Ներսից մտցրեք փականային գլանը դեպի դրսի կողմ, առջևից ամրացրեք պտուտակով։ Մեծ քառակուսի անցքի տեղադրում։ Առանց կափարիչի ծայրը մտցրեք դռան դրսից դեպի ներս, մինչև ամբողջականությամբ մտնի։ Առանցքը փակցվում է ներսից, մետաղական ամրակին։ Կարող եք չափել և կտրել առանցքը, օգտվելով 10 մմ բարձրությամբ կափարիչից, որպես ուղեցույց։ Հետո հեռացրեք կափարիչը։ Ձողերի տեղադրում։ Տեղադրեք 3 կլոր ձողերը արտաքին վահանակում։ Բաց ծայրը պետք է վերև նայի։ Ամրացրեք դրանք ուղղահայաց, պտուտակահանով կամ այլ կերպ։ Արտաքին վահանակի տեղադրում։ Լարը անցկացրեք դռան անցքով դեպի ներս և դասավորեք։ Ամրացրեք վահանակը նախնական դիրքավորման պլաստիկով և երկար պտուտակով։ Ներքին վահանակի տեղադրում։ Միացրեք արտաքին վահանակի և փականի լարերը ներքին վահանակի համապատասխան միակցիչներին։ Ամրակները պետք է լսելի ձայնով քլիք լինեն, կապը հաստատելու համար։ Լարերը ճիշտ դասավորեք փականի մեջ։ Երկար պտուտակների տեղադրում։ 2 երկար պտուտակները տեղադրեք ներսի վահանակի անցքերում, արտաքին և ներքին վահանակները ամրացնելու համար։ Խորհուրդ է տրվում պտուտակները լինեն դռան հաստությունից 15 մմ կարճ։ Ապահովեք, որ 2 վահանակներն էլ լավ հպվեն դռան մակերեսին։ Տեղադրեք պտուտակների ռետինե ծածկերը։ Մարտկոցի տեղադրում։ Տեղադրեք լիթիումային մարտկոցը և մարտկոցի կափարիչը։ Մեկնարկից հետո կհնչի ձայնային ծանուցում, որ փականը պատրաստ է օգտագործման։ Փորձարկում։ Սեղմեք հայտնաբերման լեզվակը, բազմակետային բոլտերը պետք է դուրս գան։ Ներքին վահանակի բացման կոճակը սեղմելուց բոլտերը պետք է հետ գնան։
Երբ միացված է երեխաների անվտանգության կոճակը, բացման կոճակը չպետք է գործի։ Մատնահետքով կամ գաղտնաբառով բացելու դեպքում նույնպես բոլտերը պետք է ճիշտ արձագանքեն։ Փորձարկեք բանալին, համոզվելու համար, որ այն աշխատում է։ Տեղադրեք ներքին վահանակի կափարիչը։ Տեղադրեք մնացած երկու պտուտակները, փականի ամբողջական ամրացման համար։ Հարվածային շրջանակի տեղադրում։ Հստակ տեղադրեք այն դռան շրջանակին, ամրացրեք 4 պտուտակով։ Մատների պաշտպանիչ ծածկոցի տեղադրում։ Ընտրեք համապատասխան պաշտպանիչ ծածկ ըստ դռան բացման ուղղության։ Եթե դուռը բացվում է ներս, ընտրեք արտաքին ծածկը, եթե բացվում է դուրս, ընտրեք ներքին ծածկը։ Տեղադրեք ծածկը դռան եզրի վրա, գրությամբ դրսի կողմում։ Սկզբում տեղադրեք ներքևի մասը, ապա ամբողջությամբ ներս սեղմեք։ Խուսափեք սխալ դիրքով տեղադրումից։ Սարքի միացումը հավելվածին։ Բացեք ակառա Home հավելվածը, սեղմեք Add Device, ընտրեք Smart Door Lock, ակառա D100 Zigbee, սեղմեք Settings կոճակը, հետևի վահանակում։ Մուտքագրեք արտաքին վահանակի վրա նշված միացման կոդը։ Սարքը կապվեց հաջողությամբ։ Ավելացրեք գաղտնաբառ։ Մուտքագրեք մատնահետք։ Խելացի ավտոմատացումներ։ Փականը կարող է աշխատել այլ խելացի սարքերի հետ։ Օրինակ, երբ տուն եք վերադառնում եւ բացում եք դուռը մատնահետքով, լույսերը կարող են աստիճանաբար միանալ, ստեղծելով հարմարավետ մթնոլորտ։ Վարագույրները կարող են բացվել, որպեսզի դուք վայելեք տեսարանը։ Տանից դուրս գալիս սեղմելով տանից դուրս եմ կոճակը, լույսերը կանջատվեն, վարագույրները կփակվեն, ապահովելով էներգախնայողություն, գաղտնիություն եւ հարմարավետություն։